2026 թվական։ Հին աշխարհակարգի փլուզումն ու նորի ձևավորումը մտել են ակտիվ փուլ։ Այս մասին այսօր խոսում են երկրների ղեկավարները բարձր ամբիոններից։ Մտահոգությունն ընդհանուր է։ Աշխարհում ընթացող պայքարի արդյունքում յուրաքանչյուր ուժային կենտրոն ձգտում է ստանալ իր բաժինը։ Այո, աշխարհի բաժանում է տեղի ունենում եւ առաջի տպավորությունը ըստ նաեւ աշխարհի հեգեմոն գերտերության ղեկավար Թրամփի խոսքերից ցիտում են բառացի, երբ որ ասում էր, որ արևմտյան կիսագունդը առհասարակ իրենցն է, այսինքն այդ տրամաբանության շրջանակներում եւ այն խոսույթը, որը շրջանառվում է, այսօր առավոտյան արդեն խոսում է, որ Մեքսիկան Միացյալ Նահանգների համար վտանգ է ներկայացնում, որտեղ ցամաքային կարտելները տեղափոխվում են Միացյալ Նահանգներ ցամաքային ճանապարհով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացնում է. Մենք բոլորս ականատես ենք լինում աշխարհի եւ մեր տարածաշրջանի առջև ծառացած լուրջ սպառնալիքներին։ Էրդողանը շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում եւ կարողանում է այս խժդժությունների մեջ իր ուրույն տեղը ունենալ նախ այն մասով, որ այո, դուք շատ ճիշտ եք նշում, իրենց վերջին հայտարարություններն են ցուցիչ նաև մեզ համար, որ Էրդողանը չի ձերբազատվել եւ ընդհակառակը նեո-օսմանիզմի քաղաքականությունն է վարել, նեո-թյուրանական գաղափարն է առաջ քաշում։ Միջազգայնագետի խոսքով Թուրքիայի հավակնությունները գնալով ավելի բաց են դառնում։ Ընդամենը օրեր առաջ Անկարան հայտարարեց, որ դպրոցական դասագրքերում միջինասիական երկրները կներկայացվեն որպես թուրանական աշխարհ, ինչը ըստ փորձագետի ուղիղ քաղաքական ուղերձ է համաշխարհային վերաձևման ֆոնին։ Դավիթ Կարապետյանը չի թերագնահատում նաև Ռուսաստանի դիրքերը, հակառակ տարածված այն տեսակետի, թե Մոսկվան կորցրել է իր ազդեցությունը։ Ռուսաստանի վարած քաղաքականությունը, որը շատ մտահոգությունների առիթ է տվել հատկապես արևելյան Եվրոպայի երկրներից, ինչ որտեղ հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ չի բացառվում, ոչ մեկ չի կարող բացառել, որ կայսերապաշտական նկրտումները չեն հասնի իրենց, մինչև Բալտիկ ծովի ավազան, Պոլշա, Բուլղարիա, Հունգարիա եւ այլն։ Էներգետիկ ռեսուրսների համար նոր եւ շատ ագրեսիվ մրցակցության արդյունքում վերագծվում է աշխարհի քարտեզը։ Այս փուլը շատ վերլուծաբաններ բնորոշում են վերաբաժանման ժամանակաշրջան։ Ուժային կենտրոնները վերադասավորվում են։ Անկասկած աշխարհը գտնվում է վերաբաժանման, վերադասավորումների, անվտանգության համակարգերի, թե կառուցվածքի, թե ընդհանրապես տրամաբանության վերաձևման փուլում։ Արևմտյան աշխարհը կորցնում է արդյոք այն ազդեցության գործիքները, որոնցով տարիներ շարունակ ճնշում է գործադրել այլ երկրների վրա։ Այս համատեքստում առանձնանում է Միացյալ Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքական վերաձևումը, հատկապես Դոնալդ Թրամփի վերադարձը ակտիվ քաղաքական օրակարգ։ Մի կողմից խաղաղության հռետորաբանություն, մյուս կողմից գլոբալ ազդեցության պահպանման փորձեր։ Թրամփի դերակատարմամբ այդ process-ը ստացել է նոր տրամաբանություն, նոր բնույթ, ավելի ակնառու եւ ավելի դինամիկ, եւ Թրամփը այդ իմաստով նույնիսկ կարծես թե նմանվում է այն բուլդոզերին, որը միջամտում է արդեն իսկ տեղի ունեցող process-ին եւ հին կարգի փլուզումներին հաղորդում շատ ավելի մեծ մասշտաբ եւ շատ ավելի ակնառու դրսեւորումներ։ Իշխանության եւ ռեսուրսների համար մղվող պայքարում ում կարող են հետաքրքրել Հայաստանի ռեսուրսները։ Հայաստանի ռեսուրսները բնականաբար կարող են հետաքրքրել նույն Թուրքիային։ Հայաստանը իհարկե ոչ միայն այդ տեսանկյունից է հետաքրքրելու Թուրքիային, այլ որպես ճանապարհ է թուրքական աշխարհի ձևավորման համար, բայց անշուշտ, եթե հասանելիության հնարավորություններ տեսնի, Թուրքիան միայն ու միայն ճակերտավոր իմաստով ուրախ կլինի այդ հնարավորությունները օգտագործել։ Փորձագետների գնահատմամբ տնտեսական որոշումներն այսօր անբաժանելի են քաղաքականությունից։ Տոկոսադրույքները, պատժամիջոցները եւ ներդրումային սահմանափակումները վերածվել են մրցակցության գործիքների։ Սա ազդարարում է համաշխարհային բաց տնտեսությունից անցում դեպի ավելի մասնատված, զգույշ եւ կենտրոնացված համակարգ, որտեղ երկրները առաջնահերթություն են տալիս արտաքին ռազմավարության հստակ ձևավորմանը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։